Երաժշտություն, որ գերեց ողջ աշխարհը։ Պատմություն, որը գաղտնի փոխանցվել է սերնդեսերունդ։ Մի գեղեցկուհի, ով պաշտպանեց եւ իր ազգի պատիվը։ Գայանե բալետ, ստեղծագործություն, որը անմիջապես նվաճեց համաժողովրդական սեր, նրա երաժշտությունը ձեռք բերեց համաշխարհային ճանաչում, ինչը ոգեշնչեց Արամ Խաչատրյանին արարելու Գայանեն։ Պատասխանը փորձենք գտնել միասին։ Այս պատերը լսել եւ դեռ շատ կլսեն Արամ Խաչատրյանի Գայանե բալետի երաժշտություն, որ գրավեց ողջ աշխարհը։ Բայց երբ ծանոթանում ես սյուժեին, բովանդակությանը, այսպես կոչված լիբրետոին, խոր զարմանք եւ հիասթափություն ես ապրում։ Պատկերացնում եք, Գայանեի ստեղծման օրվանից գրվել է առնվազն 5 լիբրետո, բայց նրանցից ոչ մեկը այդպես էլ չի գոհացրել ոչ հանդիսատեսին, ոչ քննադատներին։ Արևելյան Կովկասյան կերպարանք, սլավոնական ազգային պարեր, նույնիսկ հրեշներ։ Իհարկե, այս ամենը չէր կարող բավարարել Արամ Խաչատրյանը։ Արամ Խաչատրյանի այս բալետը տարիների ընթացքում անվերջ վերափոխվել է նոր հարաբերություն ստեղծելու բալետային երաժշտության եւ լիբրետոյի միջեւ։ Պատկերացնում եք, առաջին լիբրետոներում հերոսները երկրաբաններ, կոլտնտեսականներ ու սահմանապահներ են։ Իսկ հա վերջին 5-րդը բարեբախտաբար զուրկ է սահմանապահներից եւ երկրաբաններից, այն ներկայացնում է պարզ սիրային եռանկյունի։ Գայանեն սիրում էր Արմենին, իսկ Գիկոն որոշում է փախցնել Գայանեին։ Երբ այս մասին իմանում են Արմենը եւ ողջ գյուղը, նրանք գտնում են Գիկոյին եւ վտարում գյուղից։ Գայանեն ու Արմենը ամուսնանում եւ ապրում են երջանիկ։ Այդ տարիների տիպիկ հոգեբանությունն է, դրամատուրգիական կառույցն է, սյուժեն է, դեպքերն են եւ այլն, գաղափարախոսական այդ ուղղվածությունը չափազանց մեծ է եղել այդ տարիներին։ Սուսերով պարը դարձավ խորհրդային Հայաստանի այցեքարտը։ Աշխարհի բոլոր անկյուններում հայերս հպարտ էինք, որ Սուսերով պարի հեղինակը ազգությամբ հայ մեր Արամ Խաչատրյանն է։
Գայանե բալետի երաժշտությունը լսելիս ծնվում է պայքարի ըմբոստության տրամադրություն։ Համաձայնվեք, դժվար թե Արամ Խաչատրյանի ազգային երանգներով եւ պայքարով լի այս ստեղծագործությունը սահմանափակվեր միայն գյուղացիներով ու հասարակ սիրային երանգով։ Նա այն հեղինակն է, որը 15 թվից հետո եկավ ասելու, որ մենք կանք եւ այնպեսի բարձր ձայնով ասեց, որ ամբողջ աշխարհին դա լսելի եղավ։ Սա է Խաչատրյանը։ Այն, ինչ ժամանակին արգելվում էր խոսքով, Արամ Խաչատրյանն ասում էր երաժշտությամբ։ Ինչ պատմություն է թաքցնում մեծ կոմպոզիտորի Գայանե բալետը։ Ըմբոստ եւ աղմկոտ Խաչատրյանի դաշնամուրն ու աշխատասեղանը բուռն օրերի լուռ վկաներն են այսօր։ Այդ եռուն օրերի մասին միայն խոսում են Խաչատրյանի երաժշտությունն ու կյանքով ջերմությամբ լի նամակները։ Խաչատրյանն իր նամակներից մեկում գրում է. Ինձ հետ լարված բանակցություններ են վարում մեծ թատրոնից։ Առաջարկում են թե օպերա, թե բալետ։ Օպերան Հաջի Մուրադ ըստ Տոլստոյի եւ Սպարտակ հին Հռոմ ստրուկների ապստամբություն։ Առայժմ ոչ մեկի վրա կանգ չեմ առել։ Ուզում եմ գրել հայկական օպերա եւ բալետ։ Թող ոմանք ջնջեն ինձ հայ կոմպոզիտորների շարքից, բայց ես հույս ունեմ, որ ժողովուրդը ինձ չի մոռանա։ Ես հայ եմ, եղել եմ կամ եւ կմնամ հայ։ Իմ արվեստն ու ամբողջ գործունեությունը նախ եւ առաջ պատկանում են իմ հարազատ ազգին ու իմ հայրենիքին։ «1942 թվականին, երբ Ստալինգրադում ընթանում էր կատաղի պայքար, Խաչատրյանը ստեղծեց Գայանե բալետը։ Կարելի է պատկերացնել, թե այս շրջանում ինչ էր կատարվում Խաչատրյանի ներսում, երբ որոշվում էր ոչ միայն Հայաստանի լինել-չլինելու հարցը, այլ նաև ողջ աշխարհի ապագան։ Ժամանակին Խաչատրյանին մեղադրեցին բուրժուական ֆորմալիզմի, ազգայնականության եւ նույնիսկ եկեղեցու հանդեպ համակրանք ունենալու համար։ Դժվար չէ պատկերացնել, թե դա որքան ուժ եւ ժամանակ խլեց կոմպոզիտորից, բայց նա միևնույն է, բալետը անվանեց խիստ ազգային նկարագիր ունեցող անունով՝ Գայանե, միթե դա պատահական էր։ Գայանե ասելիս, իհարկե, առաջին հերթին հիշում ենք Հռիփսիմե եւ Գայանե կույսերի պատմությունը։ Բայց կա նաև մեկ այլ Գայանե, ում մասին քչերը գիտեն։ Այս մաշտոցը գրված է Ոմն Գայանեի ձեռքով։ Իմիջայլոց ոչ շատ տարածված երևույթ, որ գրիչը աղջիկ է։ Գայանեի մեկ այլ ձեռագիր, Ավետարան, պահվում է Վիեննայում։ Ամենահետաքրքրականը այդ ձեռագրի հիշատակարանն է, որտեղ գրված է. Ես Գայանես, որ սպանեցի թուրք փաշային եւ արտագրեցի Ավետարանն այս։ Գյուղ Չանախչի, Արցախ։ Կարծում եմ արժե այս պատմության ետևից ուղևորվել Արցախ։
Ստեփանակերտում պարզեցի, որ 1955 թվականին այստեղի թատրոնում բեմադրվել է Լեոյի Մելիքի աղջիկ պիեսը, որի գլխավոր հերոսը Գայանեն էր, Ավետարանոց գյուղից։ Սովետական գրաքննությունը շրջանցելու համար Մելիքի աղջիկը պիեսի բեմադրողը այն անվանեց հարսանիք։ Հետաքրքրական է, որ Արամ Խաչատրյանի Գայանե բալետի հիմքում ընկած է մեկ այլ ստեղծագործություն՝ երջանկություն։ Շատ անսպասելի էր տեսնել Ստեփանակերտի թատրոնը այս վիճակում։ Թատրոն, որն իրոք ունի արժանապատիվ եւ հարուստ պատմություն։ Այս բեմի վրա է մարմնավորվել գեղեցկուհի Գայանեն։ Հենց այս դահլիճում է բազմաթիվ անգամ հանդիսատեսը ոգեշնչվել նրա սխրանքով։ Գայանեի հերոսական կերպարը ձևավորվեց 3 դար առաջ, իսկ այսօր արցախցիները նրա խիզախ պատմությունը հպարտությամբ են հիշում եւ պատմում սերունդներին։ 1725 թվականին թուրքական 4700 հոգանոց զորքը խորացավ Արցախում եւ այդ ժամանակ թուրքական զորքերի զորավարներից մեկը ուզում էր ամուսնանալ Գայանների հետ, բայց ավանդապաշտ հայուհին իհարկե բնականաբար չէր ուզում որպեսզի նրա հետ ամուսնանալ, համաձայնությունը տվեց, բայց խնդրանքով, որ մեզ սպասի հենց սկզբի հետ կապված թույլ տա, որպեսզի հրաձգություն լինի, այսպես որպես ի նշան դրան։ Եվ սա հնարավորություն տվեց, որպեսզի հենց ավետարանոցից սկսվի այս ապստամբությունը 4700 հոգանոց թուրքական զորամասից մնաց ընդամենը 140 զինվոր։ Գայանեն այն քաչ հայուհին էր, ով համարձակվեց ելնել Օսմանյան զորքի դեմ և հաղթել։ 1956 թվականին Ավետարանոց գյուղում բացօթյա ցուցադրվեց հարսանիք պիեսը։ Այն ժամանակ Գայանեի դերակատար Մարկո Բալասանյանը իր նամակներից մեկում հիշում է հետաքրքիր մանրամասներ։ Տիկին Մարգոն միշտ պատմում էր հուզմունքով եւ ես գտել եմ նրա հիշողությունների մեջ հենց այդ հատվածը, հապճեպ սարքված տախտակամած բեմը ճոճվում էր ոտքերիս տակ։ Աչքիս առաջ մի քանի մետրի վրա Սուրբ Գայանեի վանքն էր, ուր ամփոփված էր իմ հերոսուհու աճյունը։ Առաջին շարքում մի երկար գերանի վրա նստել էին ալեմորուս ծերունիներ եւ եռափեշ խլեղներով այաներ։ Վերջիններս իրենց կարմիր գոտիների ծայրերը շուտ-շուտ մոտեցնում էին աչքերին եւ մրմնջում. «Մատաղ քեզ, Գայանե աղջիկ»։ Ներկայացումից հետո ամբողջ դերասանախումբը գյուղի մեծերի հետ միասին այցելեց Գայանեի գերեզմանին, որտեղ վառվեցին բազում ինքնաշեն նոտեր։ Այս քայլով արցախցիները կարծես երկրորդ անգամ ապստամբեցին։ Պատկերացրեք 1955-56 թվականներ, երբ նույնիսկ եկեղեցին մտնել ներարգելված, ողջ գյուղը որոշեց մոմ վառել Գայանեի վանքում, կուսանած անապատում։ Մենք շատ բան իմացանք Գայանեի մասին։ Նա դարձավ այն կայծը, որից բռնկվեց հզոր ապստամբություն եւ մի գիշերվա մեջ ազատագրվեց ողջ Արցախը։ Այս պատմությունը ամբողջովին արժանի է Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտությանը։ Գայանեով եւ իր սխրանքով կարող էր հպարտանալ յուրաքանչյուր ազգություն։ Ես ուղևորվում եմ Ավետարանոց գյուղ,
որը նախկինում կոչվում էր Չանախչի։ Այն գտնվում է Ստեփանակերտից ոչ հեռու։ Ռաֆին իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ գրում է. Ավետարանոց գյուղում ինձ բախտ վիճակվեց տեսնել հրաշալի ձեռագիր ավետարան, գրագրված այն նույն Գայանեի ձեռքով։ Թուրքբեկին սպանելուց հետո Գեղեցկուհի Գայանեն հեռացավ այս կուսանած անապատը ճգնելու։ Այստեղ նա արտագրեց այն ավետարանը, որ պահվում է Վիեննայում, այն մաշտոցը, որ ձեզ հետ միասին տեսանք Մատենադարանում։ Այստեղ էլ նա ամփոփվեց։ Գնանք մեր հարգանքի տուրքը մատուցենք նրա շիրիմին։ Ըստ Բերանացի փոխանցված կարծիքների, Գայանեն այնքան փխրուն էր, որ հանուն իր հոգու փրկության է արտագրել ողջ ավետարանը։ Կանացի քնքշանքով քանդակված այս խաչերը այն ամենն են, ինչ մնացել է այստեղ ճգնող մի անձնուհիներից։ Ամեն մի խաչի տակ թաքնված է մի առանձին կյանք։ Գայանեն դարձավ գեղեցկության, քաջության, անձնազոհության ու հավատքի խորհրդանիշ։ Այս տապանի փորագրությունը նույնն է խորհրդանշում։ Բայց չէ՞ որ Արամ Խաչատրյանի Գայանե բալետի երաժշտությունը մեր մեջ արթնացնում է քաջության, անձնազոհության, գեղեցկության ու նվիրումի հույզեր։ Այս է տապան Մելիք Շահնազարի որդի Մելիք Հուսեյնի, թակ պարծանք հայոց ազգի, հույժ կոդորյաց ազգեն քաջկի, պատերազմյաց ետ օսմանցի, սա ոչ եթարք թագավորի, ամուր Պարիսպեր աշխարի։ Այս տողերը գրված են Գայանեի հոր, Վարանդայի Մելիք Հուսեյնի գերեզմանակարին։ Այստեղ նշվում է, որ Մելիք Հուսեյնը ոչ մի հարկ ու տուրք չի տվել թուրք օսմաններին, այլ կռվել, միայն պատերազմել է նրանց դեմ։ Գայանեի ձեռագրի հիշատակարանը եւ նրա հոր տապանակարի արձանագրությունը նույն պատգամն ունեն։ Չենթարկվել, համառորեն պայքարել եւ հաղթել։ Կարծես Խաչատրյանն էլ նույն ոգին ուներ։ Ստալինյան ամենամռայլ ժամանակներում, երբ ազգայինը հետապնդվում էր, նա ոչ միայն գրեց խիստ ազգային երաժշտություն, այլև ստիպեց աշխարհին սիրել եւ գնահատել այն։
Ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը ինձ չի մոռանա։ Ես խոնարհվում եմ նրա առջև եւ պարտքս եմ համարում ավելի լավ գրել, որպեսզի արժանանամ այն ամենին, ինչը տվել է ինձ իմ ժողովուրդը։ Ես համոզված եմ, որ այսպիսի խոսքեր կարող է ասել միայն այն մարդը, ով խիստ հայրենասեր է եւ քաջ տիրապետում է իր ժողովրդի պատմությանը։ Արամ Խաչատրյանը բնականաբար ծանոթ է մեր պատմության մանրամասներին։ Աննարին է, որ նա Լեոն Թերցած չլինի, մեր պատմիչներին նա ծանոթ չլիներ, եւ այդ ամենը նա արտացոլել է երաժշտության մեջ եւ բնականաբար նաեւ Գայանեն, իհարկե այդ երաժշտության իմաստը, այդ մարտական ոգին, բնականաբար Գայանեի հետ կապված է եւ կարծում եմ, որ հենց այդ երաժշտությունը իր արտացոլումն է ստացել այդ ստեղծագործության մեջ։ Գայանեն մեր բարային տարերքի ցնծությունն է, դրամատուրգիական ամբողջում ստեղծելու հզոր արտահայտությունն է Գայանեն։ Իսկ այս սյուժեն կարող էր լինել բալետ, իհարկե։ Տագնապալի եւ բախտորոշ ժամանակաշրջանում Խաչատրյանը ստեղծեց ավելին, քան երաժշտություն։ Այն թողեց մեզ ազատատենչ, անհնազանդ, փխրուն եւ սիրելի հայրենիքի կերպար, հայրենիք, որը հենց այդ ժամանակ կռվում էր իր ազատության համար։ Ազատատենչ Գայանեն, ավետարանոցի եւ ողջ հայրենիքի Մարգարիտը։ Նրան սպասվում էր սեր եւ իշխանուհու արժանի ճակատագիր, բայց թշնամին նրան բոլորովին այլ կյանք առաջարկեց՝ օտար հավատ ու հարեմ։ Նա ստիպված էր մի որոշում ընդունել, որը ճակատագրական պետք է լիներ թե իր ժողովրդի համար, եւ նա ընտրեց հավատն ու ժողովրդին։ Ընտրեց սուրն ու ազատությունը եւ ողջ ժողովուրդը ոտքի ելավ, մի գիշերում դուրս շպրտեց թշնամուն։ Միթե սա չէր Խաչատրյանի եւ իր ժողովրդի երազանքը երկրորդ աշխարհամարտի բախտորոշ օրերին՝ դուրս շպրտել թշնամուն։ Այո, երբ ես նորից դիտեմ Գայանե բալետը, ես կհիշեմ ոչ թե հասարակ կոլտնտեսականների առօրյա կյանքն ու սիրային պարզ եռանկյունին, այլ ապստամբ Գայանեի հերոսական պատմությունը։ Մի գեղեցկուհի, ով պաշտպանեց եւ իր ազգի պատիվը։ Ես գտա Գայանե բալետի իմ պատմությունը։ Խաչատրյանը գրում էր. «Անձամբ ինձ հայտնի են Գայանե բալետի տասնյակ սյուժեներ, բայց թող չնեղանան ներկայացումների հեղինակները, դրանցից եւ ոչ մեկը ինձ չգոհացրեց։ Ես պատգամում եմ ապագա բալետմեստերներին, փնտրեք նոր պատմություններ, ջանացեք, չէ որ ինչ-որ միտեղ պետք է լինի այդ բալետի լավագույն սյուժեն, փնտրեք ու կգտնեք»։